Հաջորդ հարցը մայիսի 29-ին Աստանայում տեղի է ունենալու ԵԱՏՄ ղեկավարների պետությունների ղեկավարների գագաթնաժողովը եւ այնտեղ արդեն ակնհայտ է Հայաստանի հարցը քննարկվելու է։ Նախ ունեք որևէ կանխատեսում ինչ կառաջարկվի Հայաստանին, արդյոք պատրաստվում են հեռացնել Հայաստանին ԵԱՏՄ-ից։ Նիկոլ Փաշինյանը ասում է մենք շատ լավ ենք, Պուտինի հետ 200 անգամ խոսել ենք, մեր հարաբերությունները շատ լավ է, մենք ոնց կարող ենք փչացնել հարաբերությունները Ռուսաստանի պես գերտերության հետ եւ այլն եւ այլն։ Հիմա դուք ունեք որևէ կանխատեսում, ինչ որոշում, ինչ քննարկում կարող է լինել այդ ԵԱՏՄ գագաթնաժողովում, ղեկավարների գագաթնաժողովում եւ Աստված մի արասցե զարգացումները ինչպիսի ընթացք կարող են ունենալ։ Ենթադրենք օրինակ Հայաստանը դուրս բերեցին, հանեցին այս պահին, գոնե այս պահի դրությամբ եմ ասում, ինչ զարգացումներ կլինի, ինչ հետևանքներ կլինի Հայաստանի տնտեսվարողների համար, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից Հայաստանը։ Ես չեմ ուզում անեմ կանխատեսումներ, ես տեսնում եմ ամեն օր ինչ է կատարվում, նրանք, այսինքն Ռուսաստանի ղեկավարությունը ամեն օր զգուշացնում է մեզ, եթե իրենք չեն հասկանում, որ դա զգուշացում է, ես կոնկրետ կարող եմ ասել դա զգուշացումներ են, որ իրենք չհասկանալով կարող ենք ունենալ ցանկացած արդյունք։ Ամենաանհավատալի արդյունքը կարող ենք ունենալ։ Ծաղիկները արգելել են, իմ կարծիքով դա շարունակական է լինելու, մինչև սրանք հասկանան, մինչև Նիկոլ Փաշինյանը Ալիևի արևով չերտվի, որ մենք ձեզ հետ ենք, որ ես ձեր թեկուզ վատ, բայց գործակալն եմ, քանի որ ինքը